Ցուցադրման հովանավորն է Նարսան ընկերությունն իր բազմազան տեսականիով։ Նարսան, որակի ամուր հենարան։ Բարի երեկո, հենց սկզբից եւ միանգամից ասեմ, որ մեր այսօրվա զրույցը չի սահմանափակվելու միայն ընտրական թեմաներով։ Կարելի ասել խոսելու ենք ոչ միայն եւ ոչ այնքան ընտրություններից, այլ նաեւ մեր ընդհանուր խնդիրներից, այդ խնդիրների լուծման գործում Սփյուռքի դերակատարությունից, Հայաստան-Սփյուռք հարաբերություններից, Ռուսաստանի հայերից եւ Ռուսաստանի հայերի միության գործունեությունից հավանաբար արդեն կռահեցիք։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի հետ։ Բարի երեկո, բարով եք։ Երեկո, շնորհակալություն։ Հիշում եք մեր նախորդ հանդիպումը։ Իհարկե հիշում եմ։ Նախորդ հանդիպումը տեղի ունեցել Հայաստանի անկախության օրը նախորդին եւ տոնական տրամադրություն խոսում ենք պետությունից, պետական ատրիբուտներից, խորհրդանիշերից, ճիշտ է, չհաջողվեց խուսափել նաեւ խնդիրներից։ Այսօր կարծում եմ նաեւ մի քիչ խորանանք այդ խնդիրներից, բայց մինչ այդ այս անգամվա ծեր այցի առիթը կամ պատճառը, ասեմ, պարզապես անձնական այց է, ցանկություն այցելել հայրենիք, թե ընտրությունների հետ է կապված, թե Ռուսաստանի հայերի միության գործունեության հետ։ Գիտեք, ես այսօր էլի լավ նպատակով եմ գտնում Հայաստանում, որտեղ մենք անցկացրել ենք Հայաստանի Հանրապետության երկրորդ փառատոնը ռուսաց երգի եւ լեզվի մրցույթը եւ այսօր ամփոփելու ենք։ Այստեղ Հայաստանում մասնակցել են 400,000 երեխաներից ավել, 10,000 միջոցառում է կատարվել մեկ տարվա ընթացքում, 7,000 ունենք մրցույթի տարբեր մարզային հանրապետական մրցույթի շահողներ։ Եվ այսօր մենք ժամը 7-ին լինելու է այդ գալա կոնցերտը եւ բոլորը կհամոզվեն, երևի ձեր հեռուստաընկերությունը ցույց տա կհամոզվեն, թե ինչպիսի երիտասարդությունը եւ ինչ ոնց է ներկայացնում այլ երկրի մշակույթը, լեզուն, կուլտուրան։ Գիտեք, սա շատ կարևոր միջոցառում եմ ես համարում, սա արդեն դարձել է ամեն տարի դա դարձել է տրադիցիա, ամենամյա, եւ սա երկրորդն է եւ շարունակողական է լինելու։ Գիտեք, շատ ուրախալի է, եւ որ երիտասարդ սերունդը ծանոթանում է մի այլ երկրի լեզվի, մշակույթի, կուլտուրայի հետ։ Մի այնպիսի երկրի, որ մենք բարեկամական կապեր ունենք, տրադիցիոն շատ հին, եւ այսօր այդտեղ ապրում է 2.5 միլիոնից ավել հայեր, եւ մենք օգտվում ենք, գիտեք, տեխնիկական գրականությունը ռուսաց լեզվով, բանակում ռուսաց լեզու, տարբեր հարցերով մենք այսօր կամա թե ակամա շփվում ենք այլ լեզվով։ Իմանալը շատ կարևոր է։ Գիտեք ինչ եմ ուզում իմանալ, նման դեպքերում սովորաբար հարց է առաջանում, երբեմն նաև մտահոգություն, երբեմն նաև դժգոհություն, թե Հայաստանում ռուսաց լեզվով, արդյոք սա հայերեն լեզվի հաշվին չի արվում, չկան այդ կարգի մտահոգություններ կամ դժգոհություններ, չէ՞։ Չկան, որովհետև ոչ մեկը չի ասում, որ պետք է հայերեն լեզուն քչացնել, սա դուրս է, այդ ծրագրերից դուրս է, լրացուցիչ է։ Մենք լրացուցիչ փառատոն անցկացրել ենք երկրորդ փառատոնը եւ մեծ հետաքրքրություն առաջացավ ոչ միայն երեխաների, ծնողների, կազմակերպիչների մեջ։ Բոլորը օգնում են, իհարկե պետք է խորին շնորհակալություն հայտնել եւ քաղաքապետարանին, եւ մարզապետարաններին, եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որ ստեղծեց այդպիսի բարենպաստ պայմաններ եւ ամեն տարի ինքը մասնակցում է։ Այս տարի ինքը լինելու է եզրափակիչ փուլին, այդ այնպես որ գիտեք, դա շատ կարեւոր իրադարձություն է եւ բարձր գնահատական է նշանակում եւ Ռուսաստանում եւ այստեղ։ Լավ միջոցառում է։ Սա որպես Ռուսաստանի հայերի միության գործունեության մի առանձին ուղղություն, հա։ Այո, սա որպես Ռուսաստան հայերի գործունեության մի մասն է, որտեղ մենք անցկացնում ենք 7 մրցույթ։ Նկարիչների միություն, գրողների միություն, կոմպոզիտորների միություն, բոլոր ստեղծագործական 6 միությունների հետ, պլյուս մենք անցկացնում ենք Պաշտպանության նախարարությունում մրցույթ, անցկացնում ենք դպրոցականների հետ միասին մեր լեզուն հայոց լեզվի վերաբերյալ։ Գիտեք, մրցույթներ մենք շատ ունենք, սա մրցույթներից մեկն է, որ մենք տրադիցիոն անցկացնում ենք ամեն տարի եւ նվիրված է ռուսաց լեզվի, ռուսաց երգի վերաբերյալ, որը դա մենք համարում ենք բարեկամական կամուրջ եւ երկու երկրների տրադիցիոն բարեկամությունը ամուր պահպանելու համար։ Եվ որ ապագա սերունդը այդ ամեն ինչը գիտի եւ այդ լեզվով խոսում է եւ այդ մշակույթը գիտի, գիտեք, որ նշանակում է, որ ապագան մեր այս լավ հարաբերությունները, որտեղ մենք քաղաքական, ռազմավարական ամենալավ մոտիկ բարեկամ երկիրն ենք Ռուսաստանի հետ եւ այդ հարաբերությունները կպահպանվեն։
Դուք ինչքան էլ ջատագովը, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, զարգացման, բայց ես այսպիսի մի տեղեկություն ենք ավաչքովս, որ բոլորովին վերջերս Միացյալ Նահանգներում պետքարտուղարի նորանշանակ պետքարտուղարի հետ եք հանդիպում ունեցել, ճիշտ է։ Այո, ես այս տարի, անցյալ տարի հանդիպել, այս տարի նորից 7 օր առաջ ես հանդիպել էի Վաշինգտոնում պետքարտուղար Ջոն Քերիի հետ, վաղին մի բարեկամ ասեմ, ոնց ասեմ, ես մենք լավ գործնական հարաբերությունների մեջ ենք, լավ իրար ճանաչում ենք։ Ջոն Քերին այն մարկանցից է, որ կոնգրեսում եւ որ ինքը միջազգային կոմիտեի նախագահ էր, ինքը զբաղվում էր եւ ցեղասպանությամբ։ Ինքը առաջինն է, եթե դուք հիշում եք, առաջիներից մեկն է, որ ինքը առաջարկեց այդ ցեղասպանության ընդհանուր փաթեթը, որպեսզի դա ընդունվեր։ Դե ինքը մի անգամ չի, որ հանդես եկել հայանպաստ հայտարարություններով, այն ժամանակ, երբ որ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահն էր, հիմա էլ երբ որ արդեն ստանձնեց պետքարտուղարի պաշտոնը, էլի հարկադրված էր անդրադառնալ այդ հարցերին, անընդհատ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեզը հարցեր տալիս էին։ Ինչ որ փոփոխություններ շեշտադրումների կամ դիրքորոշումների կա։ Առայժմ շուտ է այդ մասին խոսալը փոփոխությունների եւ շատ բան կարող եմ ասել մեզանից է կախված։ Այսօր մենք մեր դիրքերը Ամերիկայի եւ Սենատում եւ պետքարտուղարը հայանպաստ մի մարդ է, որ այո դիրքորոշում ունի, որ մենք պետք է շարունակենք աշխատել։ Ես իր հետ քննարկեցի ցեղասպանության խնդիրները եւ Ամերիկայի մեր համայնքի վերաբերյալ խնդիրներ, որ ես պատմեցի մեր Ռուսաստանում եղած, ասենք Ռուսաստանի հայերի միության գործնեայության մասին, կապի մասին, որ մենք այսօր ունենք 640 քաղաքում մասնաճյուղեր, որ այսօր մեկ միություն է, համախմբվել են բոլոր այդ միության շուրջը եւ այդ միության տված օգուտները եւ միության աշխատանքների հիմնական մի մասը, որ գիտեք, հասարակական գործեր եւ իշխանություն, անմիջական կապը, որը Ամերիկայում բացակայում է, ասենք մեր համայնքները չեն աշխատում են կոնգրեսի, սենատի հետ, բայց չեն աշխատում կառավարության հետ, չեն աշխատում նախագահի հետ։ Եվ ասացի, թե ինչ կարող են տալ։ Մանավանդ պետքարտուղարությանը, որտեղ բոլոր դեսպանատուները գտնվում են իր իրավասության տակ, դա շատ կարևոր է, մանավանդ իրանք տեսեք Իրանում խնդրեմ ունեն, հայկական մեծ համայնք ունի, Սիրիայում հայկական համայնք ունի, Իրաքում հայկական համայնք, բոլոր այդ երկրներում։ Շատ հետաքրքրությամբ լսեց, իսկ թվում է նա նկատի կունենա այն իմ ասածները, իմ պատմածները, ես առաջարկեցի, որ պետք է ինչ-որ մի ուժեղ համայնք, մի որը նոր կառույց ստեղծվի Ամերիկայի հայությանը հավաքել միտեղ եւ դա ոչ միայն հայությանն է օգուտ եւ պետականությանն է օգուտ, պետությանն է օգուտ։ Եվ մեր օրինակով Ռուսաստանի հայերի միությունը մասնակցում է երկրի կառուցմանը, երկրի զարգացմանը։ Նույնը որ ճիշտ այնտեղ էլ է կառուցում, բայց այսօր հայերի միությունը եւ օգուտ են տալի որ անձնական ես եւ մեկ այլ տարբեր հայեր, դες գալիս են արտասահմանյան հայեր բիզնեսով Ռուսաստան։ Տեխնոլոգիա են բերում, կուլտուրա են բերում, տրադիցիա են բերում, մշակույթ են բերում, գիտություն են բերում, նույնը կարող է իրանց մոտ լինել։ Հակառակ ինվեստիցիա, ինչու՞ չէ Ամերիկայում ինվեստիցիա։ Շատ հայեր կան, որ կարող են, ես ասեցի, Ռուսաստանում կան հարուստ հայեր, որ կարող են ինվեստիցիաներ ներդրումներ ունենալ եւ Ամերիկայում, որտեղ բոլոր երկրները ներդրումների կարիք ունեն եւ Ամերիկան ունի, մանավանդ հիմա։ Իսկ Ղարաբաղյան հակամարտություն, օդանավակայանի շահագործման հետ կապված խնդիրներ, Սաֆարով բան։ Ես գիտեք, այդ հարցերը չքննարկեցինք, որտեվ ես դա ավելի գիտեք, ոնց էր հանդիպումը օֆիցիալ էր ավելի։ Ես քննարկեցի այն խնդիրները, որը վերաբերում էր համաշխարհային հայկական կոնգրեսին եւ այս մի խնդիրը ցեղասպանության։ Ինձ թվում է պետք է մի քիչ նոր սկսի աշխատի, ինքը ծանոթանա, մենք այդ խնդիրները պետք է դնենք, մենք պետք է պատրաստ լինենք այդ խնդիրները քննարկելու, մենք պետք է այդ խնդիրները իհարկե ես համաձայնացնեմ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ եւս, եւ հիմա մենք զրուցելու ենք այդ մասին, ես պատմելու եմ մեր հանդիպումների մասին, իհարկե եղել է մեկ այլ մի քիչ խոսակցություն, որպեսզի մի ընդհանուր մենք իմանանք թե ինչ առաջարկություն ունենք եւ որ խնդիրին մենք ոնց ենք տեսնում, որտեվ ես նայում եմ Ռուսաստանից այս խնդիրները Ռուսաստանի աչքերով ոնց կլինի Հայաստանում, Հայաստանի խնդիրները ոնց են։ Մենք պետք է այստեղ աշխատենք թիմային, որ մանավանդ որ լավ հնարավորություն կա թիմային աշխատելով, մենք կարողանանք մեր արդար խոսքը առաջ տանել եւ Ղարաբաղյան խնդիրներին վերաբերող եւ ցեղասպանության եւ ընդհանրապես Հայաստանի շատ կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ, շատ կարեւոր է վստահություն ունենալ, դա մեծ նշանակություն ունի։ Այնպես որ ինձ թվում է Ջոն Քերին այն մարկանցից մեկն է, որ մենք կարող ենք, նա շատ արդար, շատ խելացի, շատ պրոֆեսիոնալ քաղաքագետ է, երկար տարիների փորձով, գիտեք 2004 թվականին շատ փոքր ձայնով, մի քանի 100 ձայնով ինքը չընտրվեց նախագահ, այնպես որ ինքը այդ ամեն ինչ անցել է։ Մենք գործ ունենք
գիտեք, այնպեսի մի արդար մարդու հետ